Արդեն օրինաչափություն է դարձել։ Հենց տեսնում ես Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցներին, Արցախի հանձնման քաղաքական պատասխանատուներին կամ այս իշխանությանը սպասարկած մարդկանց մի քանի տարի անց նրանց տեսնում ես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ճամբարում։ Էդմոն Մարուքյան, դու հարցնում ես ինչու Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է բանտերի մասին, Սերժ Սարգսյանի անունը չի տալիս։ Գնա այդ հարցը տուր քո քաղաքական շեֆ Ռոբերտ Քոչարյանին, բայց մի ուրիշ հարց էլ տուր քեզ ու քո շեֆին։ Ինչու են բանտում հայտնվում Սերժ Սարգսյանի թիմակիցները, իսկ դուք ոչ։ Ինչու է բանտում հայտնվել Արմեն Աշոտյանը, ինչու է կալանավորված Դավիթ Համբարձումյանը, ինչու է Արման Սահակյանը քաղաքական հետապնդման թիրախ դարձել, իսկ դուք ոչ։ Ինչու դուք երբեք չհայտնվեցիք այդ թիրախում։ Ինչու միշտ մնացիք քաղաքականապես ապահով գոտում։ Պատասխանը պարզ է, որովհետև իշխանությունը միշտ տարբերել է իրական քաղաքական հակառակորդներին քաղաքական սպասարկուներից, եւ հենց այդ պատճառով Հանրապետական կուսակցությունն է եղել հիմնական թիրախը։ Իսկ հիմա Սերժ Սարգսյանի մասին մի բան լավ հիշի. Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության անգամ երիտասարդական կազմակերպության միջոցառումների, հավաքների կամ անգամ ընթրիքների ժամանակ ավելի շատ մարդ է համախմբվում, քան ձեր քաղաքական կապիտալը միասին վերցրած։ Դրա պատասխանը եւ ապացույցը բոլորս տեսել ենք հունիսի 7-ին։